Հավանականությունների տեսության դասընթացի 10-րդ եւ վերջին դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր մենք ուսումնասիրենք պատահական մեծությունների մաթեմատիկական սպասումն ու դիսպերսիան։ Մաթեմատիկական սպասում։ Եվ դիսպերսիա։ Ուրեմն նախ հիշենք, թե ինչ արեցինք վերջին անգամ։ Վերջին անգամ մենք ուսումնասիրում էինք պատահական մեծությունները։ Պատահական մեծություններ, ինչ է նշանակում պատահական մեծություն։ Ուրեմն ունենք ինչ-որ հավանականային մոդել, ասենք նշանակենք մեր հավանականային մոդելը U-ով, այս բոլոր հնարավոր ելքերն են, եւ համապատասխան հավանականությունները B-ով, այսինքն ուն վերջավոր բազմությունը P-ն հավանականությունն է վերջավոր բազմության վրա։ Ցանկացած ֆունկցիա, ասենք մենք նշանակում ենք X-ով, որը որոշված է այս վերջավոր բազմության վրա եւ արժեքները ընդունում է R-ում, կոչվում է պատահական մեծություն։ Ուրեմն պատահական մեծության համար մենք սահմանել էինք երկու հասկացություն։ Նախ արժեքների տիրույթը, այսինքն X-ի ուն, բնականաբար այս ենթաբազմություն է R-ում, եկեք նշանակենք օրինակ B1 BM, եւ սահմանել էինք սրա բաշխումը, X-ի բաշխումը։ Ուրեմն ինչ է նշանակում բաշխում, եկեք Y1 YN-ով նշանակենք այս վերջավոր բազմության անդամները։ Դա նշանակում է մասնավորապես, որ յուրաքանչյուր անդամին համապատասխանության մեջ է դրված ինչ-որ հավանականություն, եւ այս որը մեծ կամ հավասար է 0-ից, եւ այս հավանականությունների գումարը հավասար է 1-ի։ Մասնավորապես յուրաքանչյուր հավանականություն գտնվում է 0-ի եւ 1-ի արանքում։ Ուրեմն ինչ է նշանակում բաշխում։ Բաշխումը հավանականություն է այս վերջավոր բազմության վրա։ Ուրեմն ո՞նց ենք սահմանում։ Ուրեմն μ-ին պետք է լինի ֆունկցիա X-ի u-ից R։ Ո՞նց եմ սահմանում այս ֆունկցիան։ μ-ին բեժի կետում, B-ն այս սրանցից մեկն է, այդ հավանականությունն է, որ X-ին հավասար է բեժի։ Կամ ուրիշ կերպ ասած, ես գործում եմ բոլոր այն i-երը, որոնք գտնվում են 1-ի եւ n-ի միջև, այնպես որ X-ի y-ին հավասար է բեժի եւ վերցնում եմ համապատասխան հավանականությունների գումարը։ Ուրեմն ցանկացած պատահական մեծության համար, պատահական մեծությունը ֆունկցիա է վերջավոր բազմությունից R, ես սահմանեցի արժեքների տիրույթը, այսինքն բոլոր հնարավոր արժեքները, որ կարող են ընդունել այս մեր պատահական մեծությունը, եւ պատահական մեծության բաշխումը, որ ես նշանակեցի μ-ով։ μ-ին ուրեմն հավանականություն է այս վերջավոր բազմության վրա, որը սահմանվում է հետևյալ ձևով. μ-ին բեժի կետում այդ հավանականությունն է, որ X-ին հավասար է բեժի, կամ եթե ավելի մանրամասն գրեմ, թե այս ինչ է նշանակում, ես վերցնում եմ բոլոր այն i-երը, որոնց համար X-ին y-ի կետում հավասար է բեժի, ու ես վերցնում եմ համապատասխան հավանականությունների գումարը։ Ուրեմն այսօր մենք խոսելու ենք մաթեմատիկական սպասման կամ միջին արժեքի եւ դիսպերսիայի մասին։ Ուրեմն սկսենք մաթեմատիկական սպասումից կամ միջին արժեքից սահմանում։ Կներեք, Այո, սպասման ռեժիմը մարդ կա սպասող, ընդունեք։ ընդունեցի։ Չէի տեսել ճիշտ ասած։ Արևտես։ Ուրեմն սահմանումը մաթեմատիկական սպասման կամ միջին արժեքի, եկեք բարձրապես բանաձևը գրեմ։
Միջին արժեքը մենք նշանակենք y-ով, գրքում նշանակած է m-ով, բայց ավելի շատ հիմա ընդունված է y-ն։ Ուրեմն y-ն x-ին, ուրեմն սա կոչվում է x-ի միջին արժեք կամ մաթեմատիկական սպասում։ Կարմիրով գրեմ, որ պարզ լինի, որ սահմանում է, ուրեմն միջին արժեք, ասում են նաև մաթեմատիկական սպասում։ Ոնց ենք սահմանում սա։ Վերցնում ենք գումարը բոլոր i-երի, այսինքն i-ն հավասար է 1-ից n, այսինքն այս բոլոր անդամների վրա, վերցնում ենք արժեքը և բազմապատկում ենք հավանականությամբ։ Ուրեմն p i, հավանականությունը i և համապատասխան արժեքը x-ի i կետում։ Ուրեմն այս կոչվում է x-ի պատահական մեծության միջին արժեք կամ մաթեմատիկական սպասում։ Ուրեմն տպավորություն կարող է ստեղծվել, որ ամեն անգամ, եթե մենք ունենք ինչ-որ պատահական մեծություն, մենք պետք է նախ հասկանանք, թե որն է համապատասխան հավանականային մոդելը, հետո վերցնենք բոլոր հավանականությունները, բոլոր կետերը, այսինքն բոլոր հնարավոր ելքերը և վերցնենք այս գումարը։ Բայց իրականում, ասենք որ նետում ենք զարը, մենք ընդհանրապես չենք էլ մտածում հավանականության մասին։ Մենք գիտենք, որ ցանկացած արժեք ընդունում է, չենք մտածում հավանականային մոդելի մասին։ Պարզապես ցանկացած արժեք ընդունվում է 1/6 հավանականությամբ ու դրանից ելնելով կարող ենք ինչ-որ բաներ հաշվել։ Ուրեմն հետևյալ արդյունքը ասում է, որ իրականում մաթեմատիկական սպասումը հաշվելու համար մոդելը կարևոր չի, կարևոր է միայն պատահական մեծության բաշխումը։ Ուրեմն այդ ասենք լեմ, ուրեմն x-ին հաշվելու համար բավարար է ունենալ μ-ին, այսինքն պատահական մեծության բաշխումը, ավելի կոնկրետ կարող ենք բանաձև գրել, ուրեմն x-ի միջին արժեքը հավասար է գումար, j-ն հավասար է 1-ից m, այսինքն ես արդեն վերցնում եմ գումար այս տարերի վրա, j-ն հավասար է 1-ից m, պետք է վերցնեմ μ x-ին բեժի կետում, հետագայում երբեմն ես կնշանակեմ պեժի, որ ամեն անգամ այսքան երկար չգրեմ, μ-ին բեժի կետում և բազմապատկած բեժիով։ Ուրեմն մաթեմատիկական սպասումը հաշվելու համար, միջին արժեքը հաշվելու համար, բավարար է իմանալ x-ի բոլոր հնարավոր արժեքները և համապատասխան հավանականությունները։ Կարիք չկա նկարագրելու ամեն անգամ հաշվարկանելիս ամբողջ հավանականային մոդելը։ Ուրեմն եկեք ապացուցենք սա, ապացույց, հետո կնայենք օրինակներ։ Ուրեմն գրում ենք բանաձևը, x-ի միջին արժեքը հավասար է գումար, ուրեմն i-ն հավասար է 1-ից n և պետք է վերցնեմ i կետի հավանականությունը բազմապատկեմ համապատասխան արժեքով։ Հիմա ես գիտեմ, որ սրանք այստեղ ինչ-որ գրված է, այս ինչ-որ մի թիվ է, բեժիներից որևէ մի թիվն է, որևէ մեկն է։ Հետևաբար այս նույն բանը ես կարող եմ գրել հետևյալ ձևով և բաժանում եմ այս գումարը ըստ x-ի արժեքների։ Ուրեմն ոնց ենք անում, եկեք սկզբից գրեմ, հետո կասեմ ոնց ստացվեց։ Ուրեմն գումար, ես վերցնում եմ j-ն հավասար է 1-ից m, այսինքն բոլոր հնարավոր արժեքները, և գումար, վերցնում եմ այն i-երը, որոնց համար x-ի y-ին հավասար է բեժի։ Ուրեմն ստեղ պետք է գրեմ բեժի, համապատասխան հավանականությունը և անգամ
BJ։ Ուրեմն ես ինչ արեցի, ես in, ուրեմն ես մեր հավանականային մոդելն էր։ Հավանականային մոդելը, այսինքն հավանականային մոդելի տարրերը ես բաժանեցի մասերի, խմբերի, ուրեմն ստեղ արժեքները հավասար են B1-ի, ստեղ արժեքները հավասար են B2-ի, B3-ի եւ այլն BM-ի։ Ուրեմն ես վերցնում եմ բոլոր j-երը, այսինքն վերցնում եմ բոլոր հնարավոր արժեքները, ու հետո նայում եմ, որ i-երի համար է x-ին հավասար B1-ի։ Այդ կլինի S գումարի առաջին անդամը։ Հետո որ i-երի համար է արժեք հավասար B2-ի։ S կլինի գումարի երկրորդ անդամը եւ այլն։ Պարզ է, որ ստեղ բոլոր անդամները կան, քանի որ xi-ին ինչ որ մի բեժի արժեք է ընդունում եւ յուրաքանչյուր անդամ հայտնվում է մի անգամ, քանի որ չի կարող xi-ին համ B1-ի մեջ լինի, համ B2-ի։ Ուսում եմ պարզ է, որ այս գումարը ոնց որ գրված է ստեղ, այս նույն բանն է, ինչ որ սա է։ Հիմա շարունակում ենք այս գումարում բեժին ընդհանուր է, բեժին նույն թիվն է միշտ, այսինքն n i-երի համար, որտեղ xi-ին հավասար է բեժի, այս բեժին նույն թիվն է, մի վարքան, ստեղ չեմ գրել PJ, ես չգիտեմ, պետք է գրեի PI, պետք է գրեի, ստեղ պետք է գրեի ոչ թե PJ, որտեղ չգիտեմ, այս PJ-ի է գրած տեղ, չգիտեմ, որ դարձավ PJ, որտեղ PJ-ին մեր S էր։ Ուրեմն ստեղ գրում ենք PJ-ի, ուրեմն առաջի անդամը կախված է i-ից, ոչինչ անել չեմ կարող, բայց այս PJ-ին արդեն կախված չի i-ից, ես կարող եմ դրել ստեղ։ Եկեք դա անենք, ստացվում է գումար j-ին հավասար է 1-ից m, BJ, եւ գումար ըստ այն i-երի, որոնց համար xi j-ին հավասար է BJ-ի, ու ստեղ պետք է վերցնեմ համապատասխան հավանականությունը PJ-ի։ Բայց ես ինչ գումար էր, այդ նույն գումարն էր ինչ որ սա։ Վերցնում եմ գումարը ըստ այն i-երի, որոնց համար xi j-ին հավասար է BJ-ի։ Դա էլ հավանականությունն էր, որ x-ին հավասար է BJ-ի կամ μ(x)-ի BJ-ին։ Այսինքն այս նույն բանը ես կարող եմ գրել հետևյալ ձևով, գումար j-ին հավասար է 1-ից m, BJ եւ μ(x)-ի BJ, բայց սա էլ ըստ սահմանման մեր այն BJ թիվն էր։ Այսինքն ստացանք հենց այս բանաձևը։ Դե սրանով ապացույցն ավարտվում է։ Եկեք մի քանի օրինակ նայենք, այսինքն ըստ էության երկու օրինակ։ Ուրեմն առաջի օրինակը այդ Բեռնուլիի փորձն է, սկսենք մի փորձից, ասենք դիցուկ դիտարկում ենք ինչ-որ մի երևույթ, կամ ինչ-որ մի փորձ ենք անում, որ կարող է տալ կամ չտալ ինչ-որ մի արդյունք։ Ընդ որում հավանականությունը, որ արդյունքը կլինի, հավասար է P-ի։ Ուրեմն սրան համապատասխան մենք կառուցել էինք մեր մոդելը, հավանականային տարածությունը երկու կետ ուներ։ 0,1, ընդ որում 1 ենք վերցնում, եթե արդյունքը գրանցվել է, 0 ենք վերցնում, եթե արդյունքը չի գրանցվել, ու սրան համապատասխան մենք կառուցել էինք պատահական մեծություն, այս i-ի բնութագրիչ ֆունկցիան, այսինքն կամ սենց ասենք կառուցել էինք մեր x-ին, որը կախված է i-ից, ու x-ի 0-ն, այսինքն երբ 0 պայմանավորվել ենք անել այն դեպքում, երբ վերցնել այն դեպքում, երբ արդյունքը չէր գրանցվել։ Ուրեմն x-ի 0-ն հավասար է 0-ի, x-ի a0-ն հավասար է 0-ի եւ x-ի a1 կետում հավասար է 1-ի։ Ուրեմն ունեմ պատահական մեծություն հիմա, որը ընդունում է 0 արժեքը 0 կետում եւ 1 արժեքը 1 կետում։ Որն է սրա միջին արժեքը։
Սրա միջին արժեքը դե պետք է հաշվեմ, ուրեմն 0.0 է, այսինքն պետք է վերցնեմ ստեղ ես չեմ տվել հավանականությունները, 0-ի հավանականությունը 1 հանած p եւ 1-ի հավանականությունը p, այս նույն p-ն է ինչ որ ստեղ։ Այսինքն անում եմ փորձ, p հավանականությամբ նկատում եմ կա արդյունք, a արդյունքը, համապատասխան հավանականային մոդելը հետևյալն է, վերցնում եմ ուն հավասար է 0.1, 0-ին տալիս եմ 1 հանած p հավանականություն, 1-ին p հավանականություն եւ նայում եմ սա։ Այս ըստ էության բնութագրիչ ֆունկցիան է։ Եթե 1 է, ապա արդյունքը գրանցվել է, եթե 0 է, չի գրանցվել։ Հիմա հաշվենք միջին արժեքը, ես պետք է վերցնեմ հնարավոր բոլոր կետերը, այսինքն 0-ն եւ 1-ը, եւ հաշվեմ համապատասխան գումարը, ուրեմն պետք է վերցնեմ p-ն 0 կետում եւ քսի i-ի արժեքը 0 կետում եւ գումարած p-ն 1 կետում քսի i-ի արժեքը 1 կետում։ Ստեղ բոլոր թվերը հայտնի են, s ուրեմն 1 է, սա 0 է, s էլ p է, այսինքն միջին արժեքը ստացվում է p։ S ճիշտ ասած առանձնապես հետաքրքիր չէ, բայց հետաքրքիր է դառնում, երբ մենք վերցնում ենք մի քանի փորձ։ Այսինքն այս մի փորձն էր, հիմա վերցնում ենք n փորձ։ Հիշեցնեմ, որ այս դեպքում մեր հավանականային մոդելը հետևյալն էր։ Մենք ունեինք 0-ների եւ 1-երի հաջորդականություն, ընդ որում a-ին պատկանում է 0.1-ին։ Ուրեմն ինչին է համապատասխանում այս հաջորդականությունը, ամեն անգամ երբ a արդյունքը գրանցվում է, ես դնում եմ 0, ես դնում եմ 1, երբ չի գրանցվում, դնում եմ 0։ Ու հավանականությունները համապատասխան, եթե ես ուզում եմ հաշվել a1 an հաջորդականության հավանականությունը, այս ամեն ինչ նախորդ անգամ արել ենք, դրա համար մի քիչ կարող է արագ եմ ասում, ստացվում է p-ի գումար a-ի աստիճան, ամեն անգամ երբ 1 է փորձը գրանցվել է եւ դա տեղի ունեն p հավանականությամբ, հավանականություններն բազմապատկվում են, քանի որ անկախ են փորձերը, ուստեղ պետք է գրեմ 1 հանած p-ի կամ q-ի n հանած գումար i-ի աստիճան։ Ուրեմն q-ն հավասար է 1 հանած p։ Ուրեմն հիմա նայենք հետևյալ պատահական մեծությունը։ Ուրեմն mu n-ով կամ mu n-ով, mu զբաղված է որպես բան, mu n-ով նշանակենք a արդյունքը գրանցած փորձերի թիվը։ Ուրեմն այս պատահական մեծություն է, ինքը կախված է այս a1 an հաջորդականությունից։ Նույնիսկ ես կարող եմ գրել այդ mu an ինչի է հավասար, mu an հավասար է պետք է վերցնեմ այս բոլորի գումարը։ Որտեղ ամեն անգամ, երբ a արդյունքը գրանցվում է, ես տեղ դրել եմ 1, երբ չի գրանցվում, դրել եմ 0։ Այսինքն, եթե ուզում եմ իմանալ a արդյունքը գրանցած փորձերի թիվը, պարզապես պետք է վերցնեմ այս բոլորի գումարը։ Հիմա սրա համար մենք ունեինք բաշխումը, ուրեմն հավանականությունը, որ mu n-ը հավասար է m-ի, այս Բեռնուլիի բանաձևն էր, հավասար է զուգորդություն n-ից m-ական, p-ի m աստիճան եւ q-ի n հանած m աստիճան։ Բաշխում ունեմ, ես կարող եմ հաշվել միջին արժեքը, որովհետև միջին արժեքը հաշվելու համար ինձ պետք է միայն բաշխումը։ Եկեք անենք, ուրեմն միջին արժեք mu n-ը հավասար է, պետք է վերցնեմ բոլոր հնարավոր արժեքները, գումար, այնտեղ g-ի նշանակել, ստեղ փաստորեն m եմ նշանակել, m-ը ստեղ փոխվում է 0-ից n, ուրեմն m-ը հավասար է 0-ից n, պետք է վերցնեմ համապատասխան արժեքը, այսինքն m եւ բազմապատկեմ հավանականությամբ։ Հավանականություն, որ mu n-ը հավասար է m-ի։ Նման գումար մենք արդեն տեսել ենք, բայց մի հատ էլ անենք։ Ուրեմն գումար m հավասար է 0-ից n,
m անգամ զուգորդություն n-ից m-ական p-ի m աստիճան և q-ի n հանած m աստիճան հավասար է m-ը հավասար է 0 դեպքում անդամը դառնում է 0, այսինքն կարող եմ վերցնել գումար 1-ից սկսած լինում է n ֆակտորիալ բաժանած ուրեմն ստեղ մի m կա m ֆակտորիալ և n հանած m ֆակտորիալ p-ի m և q-ի n հանած m ինչ ենք անում այս մի m-ը սրա հետ կրճատում ենք մի n-ը կարող ենք դնել գումարի դիմաց և ստացվում է հետևյալը n գումար m հավասար է 1-ից n լինում է n-1 ֆակտորիալ բաժանած m-1 ֆակտորիալ և n հանած m ֆակտորիալ պենել ենք, մի պենել ենք դուրս անում ստեղ լինում է p-ի m հանած 1 և q-ի n հանած m այս գումարն էլ մենք նախորդ դրանից առաջվա չէ, երկու շաբաթ առաջ տեսել էինք ուրեմն s հավասար է p գումարած q-ի n-1 աստիճան, որը հավասար է 1-ի այսինքն այս ամեն ինչը ստացվում է n անգամ p այսինքն եթե ունենք եթե փորձ ենք անում ամեն անգամ p հավանականությամբ գրանցվում է a արդյունքը ապա n փորձից հետո միջինում կունենանք n անգամ p փորձ, որտեղ գրանցվել է a արդյունքը բնականաբար լրիվ սպասելի է պատասխանը ամեն անգամ p հավանականությունը միջինում կլինի n անգամ p բայց մեր հավանականային մոդելի շրջանակներում մենք փաստորեն կարող ենք ցույց տալ այսինքն կարող ենք մաթեմատիկան իմաստ տալ մեր ասածին կան հարցեր այս օրինակի վերաբերյալ շատ լավ, եթե հարցեր չկան, եկեք երկրորդ օրինակը նայենք ուրեմն պատկերացրենք ունենք ինչ-որ սարքեր, որոնք դրված են շրջանագծի վրա ու յուրաքանչյուր ուրեմն համակարգված են սարքերը ու հեռավորությունները երկու սարքի միջև a է ուրեմն եկեք համարակալենք ուրեմն 1 2 3 ու գնում ենք մինչև համար n-ը ուրեմն օպերատորը գտնվում է ինչ-որ մի սարքերից մեկի մոտ, ասենք մեկի մոտ, առաջինի մոտ ստեղից է սկսում ինչ-որ մի պահի ազդանշան է գալիս, որ սարքերից մեկը սպասարկման կարիք ունի ու ինքը գնում է այդ սարքի մոտ սպասարկելու ընդ որում հավանականությունը, որ սպասարկման կարիք կունենա սարքերից մեկը 1/3 է ուրեմն 1/3 հավանականությամբ 1/3 հավանականությամբ k-րդ սարքը սպասարկման կարիք ունի ու բնականաբար սպասարկող օպերատորը գնում է այդ k-րդ սարքի մոտ հիմա եկեք քսիով նշանակենք էլի ինչ-որ հավանականային մոդել կարող ենք կառուցել, բայց իրականում կառուցելու կարիք չկա, մենք կօգտագործենք պարզապես վաշխումը, ուրեմն քսիով նշանակենք օպերատորի անցած ճանապարհը ուզում ենք հաշվել քսիի միջին արժեքը Ուրեմն ինչ պետք է անենք, պետք է վերցնենք բոլոր հնարավոր արժեքները և բազմապատկենք հավանականություններով, ուրեմն քսիի միջին արժեքը հավասար է, ուրեմն ինչ ճանապարհ կարող է անցնել օպերատորը, ու ենթադրենք, որ ինքը գնում է եթե նույնիսկ ինչ-որ սարք ավելի մոտ է, ինքը գնում է ժամացույց լայքի ուղղությամբ
Այսինքն այս ձևով է։ Այսինքն որովհետեւ 1-ից գնա n, ինքը պետք է անցնի n-1 անգամ ահ ճանապարհ։ Ուրեմն բոլոր հնարավոր արժեքներն են, xi արժեքների տիրույթն է, կարող է լինել 0, a եւ այլն մինչեւ n-1 անգամ a։ Ուրեմն ստացվում է գումար k-ն հավասար է 0-ից n-1, ուրեմն xi-ն ընդունում է այս k անգամ a արժեքը, k անգամ a, եւ հավանականությունը, որ xi-ն կընդունի այս արժեք k անգամ a արժեքը, եկեք գրենք ուրեմն հավանականությունը, որ xi-ն հավասար է k անգամ a, այսինքն k-երորդ սարքն է սպասարկման դիմում ունեցել։ Ըստ մեր պայմանի դա տեղի ունենում 1/n-րդ հավանականությամբ, ունենք n հատ սարք, դա տեղի ունենում 1/n-րդ հավանականությամբ, ուրեմն սա հավասար է 1/n-րդի։ Ուրեմն ինչ ենք ստանում։ Ստանում ենք a-ն բաժանած n եւ գումար k-ն հավասար է 0-ից n-1 k, դե սա գումար հեշտությամբ հաշվում ենք, ինչ է ստացվում, ուրեմն a-ն բաժանած n անգամ, ուրեմն ունենք n անգամ n անգամ n-1 բաժանած 2-ի։ Այսինքն ստացվի a անգամ n-1-ը բաժանած 2-ի, այսինքն անցած միջինում անցնում է այսքան ճանապարհ սպասարկման ընթացքում։ Արդյոք կան հարցեր։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ուրեմն ուսումնասիրենք ինչ որոշ հատկություններ, ուրեմն միջին արժեքի հատկությունները։ Ուրեմն նախ միջին արժեքը գծային ֆունկցիա է, ինչ է դա նշանակում, նշանակում է, որ եթե ես ունեմ ինչ որ պատահական մեծություններ xi եւ eta եւ ուզում եմ հաշվել xi գումարած c անգամ eta-ի միջին արժեքը, ուրեմն c-ն ցանկացած իրական թիվ է, ֆիքսած է, xi-ն եւ eta-ն պատահական մեծություններ են, ապա ես կարող եմ անել հետեւյալը. xi-ի միջին արժեք գումարած c անգամ eta-ի միջին արժեք։ Ուրեմն այս կես տողանոց կամ նույնիսկ ավելի պակաս երկարությամբ ապացույց ունեցող հետևանք է, պարզապես սահմանումից։ Դրա համար ուզում եմ թողնել որպես ինքնուրույն աշխատանք, գրեք սրա սահմանումը ու մի քայլից ստացվում է սա։ Այսինքն միջին արժեքը բավարարում է S հավասարությանը, որը երբեմն ասում են, որ միջին արժեք գծային է կախված պատահական մեծություններից, այսինքն գծային ֆունկցիա է պատահական մեծությունից։ Եթե վերցնեմ xi գումարած c eta, ապա պետք է համապատասխան արժեքները նույն կոմբինացիան վերցնեմ միջին արժեք xi գումարած c անգամ միջին արժեք eta։ Ուրեմն մի քիչ ավելի բարդ է հետևյալը։ Ուրեմն նախորդ անգամ մենք սահմանել էինք անկախ պատահական մեծությունների հասկացությունը, եկեք վերհիշենք ինչ է նշանակում։ Ուրեմն եթե ես ունեմ n հատ պատահական մեծություն xi1 xn, որոնք ընդունում են ինչ-որ արժեքներ, ապա ես կասեմ, որ սրանք անկախ են, ըստ սահմանման, այս նշանակում է հետևյալը, որ հավանականություն, որ xi1-ը հավասար է, ասենք արժեքները թող լինեն, թող ասենք xi-ին, xi-կան ընդունի bk1, bk, ասենք mk արժեքները։ Պարտադիր չէ, որ արժեքների թիվը նույնը լինի, ուրեմն ենթադրում ենք, որ ընդունում են ինչ որ քանակությամբ k-երորդ, ապա անկախ մեծությունը ընդունում է mk տարբեր արժեքներ, ու այդ տարբեր արժեքները նշանակել եմ այս ձևով։ Ուրեմն կասենք, որ անկախ են, եթե տեղի ունի հետևյալը, ես վերցնում եմ ցանկացած հնարավոր արժեք, ուրեմն xi1 հավասար է bj1 1,
եւ այլն, xi n-ը հավասար է b g n n, այսինքն վերցնում եմ լրիվ պատահական թվեր համապատասխան արժեքների տիրույթից, ուրեմն սա պետք է հավասար լինի հավանականությունների արտադրյալին, ուրեմն արտադրյալ L-ը հավասար է 1-ից n եւ հավանականություն, որ xi L-ը հավասար է b gl եւ l-րդի համար։ Կարող եմ մի քիչ բարդ տեսք ունի, եկեք երկուսի համար գրենք։ Ուրեմն կասենք, որ xi-ն եւ eta-ն անկախ են։ Ըստ սահմանման, այս նշանակում է հետևյալը, հավանականություն, որ xi-ն հավասար է a-ի, eta-ն հավասար է b-ի, որտեղ a-ն եւ b-ն ինչ որ թվեր են, հավասար է համապատասխան հավանականությունների արտադրյալին։ Իրականում ես նույնիսկ ստեղ կարիք էլ չունեի արժեքների տիրույթը գրել, պարզապես կարող էի xi գրել, xi1-ը հավասար է ինչ որ մի թվի, ասենք b1-ի, xi-n-ը հավասար է bn-ի։ Եթե b1-ը xi1-ի արժեքների տիրույթում չի, ապա համապատասխան հավանականությունը կլիներ 0։ Այսինքն նույնիսկ սրա կարիք չունեի ես գրելու։ Սրա կարիք չկար։ Շատ լավ, հիմա արդյունքը հետևյալն է։ Արդյունքը ասում է, որ եթե պատահական մեծություններն անկախ են, ապա միջին արժեքները կարող ենք բազմապատկել։ Ընդհանրապես ասած դա ճիշտ չի։ Հեշտ է կառուցել օրինակ, որ պատահական մեծությունները անկախ չեն եւ տեղի չունի այդ բանաձևը։ Ուրեմն արդյունքը ասում է հետևյալը. եթե xi-ն եւ eta-ն անկախ են, ապա միջին արժեք xi անգամ eta-ն հավասար է միջին արժեք xi անգամ միջին արժեք eta։ Ու նույնն էլ ճիշտ է, եթե ես վերցնում եմ n հատ անկախ մեծություններ, xi1, xi-n անկախ են, ապա արտադրյալի միջին արժեքը հավասար է միջին արժեքների արտադրյալին, L հավասար է 1-ից n, e xi-l։ Եկեք մինչև ապացույցը մի օրինակ նայենք, երբ անկախ չեն եւ դա տեղի չունի։ Օրինակ, եկեք վերցնենք հենց մեր այս Բեռնուլի փորձի եւ դրել ենք մի փորձ ու նայում ենք այս պատահական մեծությունը։ Ու երկու անգամ վերցնում ենք նույնը։ Այսինքն վերցնում եմ միջին արժեք վերցնում եմ միջին արժեք xi-ի քառակուսի։ Միջին արժեք xi-ի քառակուսին ինչ պետք է անեմ։ Պետք է վերցնեմ հնարավոր արժեքները։ Xi-ն ընդունում էր 0 եւ 1 արժեքները, դե բնականաբար xi-ը քառակուսին էլ կընդունի 0 եւ 1 արժեքները։ Ուրեմն ստացվում է 0 անգամ հավանականություն, որ xi-a քառակուսին հավասար է 0-ի, գումարած 1 անգամ հավանականություն, որ xi-a քառակուսին հավասար է 1-ի։ Բայց xi-a քառակուսին հավասար է 0-ի, եթե xi-ան է հավասար 0-ի, այսինքն սրա հավանականությունը 1 հանած p է, եւ սրա հավանականությունն էլ p է։ Այսինքն սա կստացվի էլի p։ Բայց մյուս կողմից, եթե ես վերցնում եմ e xi-a անգամ e xi-a, այսինքն e xi-a քառակուսի, ես ստանում եմ p քառակուսի։ Այսինքն նույնիսկ ամենապարզ դեպքերում, եթե անկախություն չկա, իսկ եթե ես նույնն եմ վերցրել անկախություն չկա, հավասարությունը ճիշտ չի։ Այսինքն սրա համար, որովհետեւ ես կարողանամ բազմապատկել միջին արժեքները, պատահականություններ պետք է լինեն անկախ։ Ուրեմն եկեք ապացուցենք։ Ապացույց։ Պարզապես գրենք սահմանումը։ Ուրեմն xi անգամ eta-ի միջին արժեքը xi անգամ eta-ի միջին արժեքը հավասար է գումար ըստ բոլոր y-երի
վերցնում եմ ԵԻ կետի հավանականությունը և քսի անգամ ԵԻ, քսին ԵԻ կետում անգամ էտան ԵԻ կետում։ Ուրեմն քսին և էտան պատահական մեծություններ են, ես նշանակում եմ A1 կամ A1-ը զբաղված չէր, A1 AM-ով կամ A1 AM-ով քսի արժեքների տիրույթը և նշանակում եմ B1 B կայով էտայի արժեքների տիրույթը։ Ու ես գումարը, որ ստեղ գրված է, գրում եմ հետևյալ ձևով, ուրեմն գումար ըստ J, որը փոխվում է 1-ից M, և գումար ըստ L-ի, որը փոխվում է 1-ից K, ու ստեղ վերցնում եմ այն իերը, որոնց համար քսի ԵԻ-ն հավասար է AJ և էտա ԵԻ-ն հավասար է BL։ Եկեք մի քիչ անգամ տանեմ, տեղ չի մնում։ Ուրեմն այս գումարը գրում եմ հետևյալ ձևով։ Որցնում եմ բոլոր հնարավոր AJ և BL կետերը, սա է այդ գումարը, և գումարը ըստ ի բաժանում եմ ըստ քսի և էտայի արժեքների, այսինքն վերցնում եմ այն իերը, որոնց համար քսի ԵԻ-ն հավասար է AJ, էտա ԵԻ-ն հավասար է BL։ Հիմա տեսնենք ինչ կստացվի, ստացվում է հավանականություն ԵԻ, քսի ԵԻ և էտա ԵԻ։ Բայց համապատասխան այս մեր ընտրության, այս գումարի մեջ քսի ԵԻ-ն հավասար է AJ, էտա ԵԻ-ն հավասար է BL։ Այսինքն ես այս գումարը կարող եմ գրել հետևյալ ձևով. գումար J-ն հավասար է 1-ից M, L-ը հավասար է 1-ից K, AJ BL և գումար ըստ այն իերի, որոնց համար քսի ԵԻ-ն հավասար է AJ և էտա ԵԻ-ն հավասար է BL և համապատասխան հավանականությունը PEI։ Ուրեմն անում եմ մոտավորապես նույն բանը, ինչ որ արեցինք, երբ ապացուցում էինք, որ միջին արժեքը կախված է միայն բաշխումից։ Այսինքն այս գումարը ըստ ի խմբավորում էի ըստ քսի արժեքների, հիմա խմբավորում եմ ըստ քսի և էտայի արժեքների։ Քսին և էտան ընդունում են A1 AM, B1 BK արժեքները, այդ ստեղ է գրված, J-ն հավասար է 1-ից M, L հավասար է 1-ից K, և գումար ըստ ի, այսինքն JL-ին համապատասխանում է գումար ըստ ի, երբ քսի ԵԻ-ն հավասար է AJ, էտա ԵԻ-ն հավասար է BL։ Ու այս անդամը նույն ձևով գրեցի, բայց այս անդամում արդեն քսի ԵԻ-ն հավասար է AJ, էտա ԵԻ-ն հավասար է BL։ Սրանք կարող եմ դուրս անել, ինձ մնում է այս հավանականությունը։ Բայց այս ինչ հավանականություն է։ Այս հավանականությունն է, որ քսին հավասար է AJ-ի, էտան հավասար է BL-ի։ Բայց ես գիտեմ, որ քսին և էտան անկախ են, հետևաբար տեղի ունի սա։ Այսինքն ես սա կարող եմ գրել հետևյալ ձևով, ստացվի գումար J-ն հավասար է 1-ից M, L-ը հավասար է 1-ից K, AJ BL և համապատասխան հավանականությունների արտադրյալը քսին հավասար է AJ և հավանականություն էտան հավասար է BL։ Այս էլ հեշտ է նկատել, որ հավասար է հետևյալ արտադրյալին, գումար ըստ J-ի, եկեք չգրեմ ամեն անգամ, որտեղ միշտ նույնն է, AJ հավանականություն քսին հավասար է AJ-ի
բազմապատկած գումար ըստելի BL եւ հավանականություն, որ էտան հավասար է BL-ի։ Բայց սա X-ի միջին արժեքն է, սա էլ էտայի միջին արժեքն է։ Այսինքն ստացվեց այն ինչ որ պետք է։ X-ի միջին արժեք անգամ էտայի միջին արժեք։ Դե սրանով ապացույցն ավարտվում է։ Արդյոք կան հարցեր։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ուրեմն անցնենք հաջորդ հասկացությանը, դիսպերսիան է։ Ուրեմն միջին արժեք ճիշտ է շատ պարզ է ինչ է բնութագրում։ Ես ինչ որ երևույթ եմ ուսումնասիրում, ուզում եմ հասկանամ, որը պատահականությունից է կախված, բայց ուզում եմ հասկանալ, թե միջինում իր արժեքը ինչի հավասար կլինի։ Բայց միջին արժեքը այդ ընդհանրապես մի թիվ է, որը օրինակ եթե վերցնենք 1-ի եւ -1-ի միջին արժեքը, ասենք ունենք պատահականություն ընդունում է երկու արժեք 1 եւ -1, 1/2 հավանականության միջին արժեք կլինի 0։ Բայց եթե ունենք միևնույն ժամանակ եթե ունենք պատահականություն, որը ընդունում է 1000 եւ -1000 արժեքը, էլի 1/2 հավանականությամբ, էլի միջին արժեքը 0 է, բայց այդ երկու պատահականությունները բարձրորեն իրարից լավ բավական շատ տարբերվում են։ Մեկը փոքր թիվ է, մեկը մյուսը շատ մեծ թիվ է։ Այսինքն կարևոր է ոչ միայն միջին արժեք, այլ կարևոր է նաև այն, թե ինչքանով է ցրված այդ պատահականության արժեքները, այսինքն ինչքանով են տարբերվում ընդունված արժեքները միջին արժեքից։ Դրա բնութագրերից մեկը դիսպերսիան է։ Ուրեմն սահմանում եթե ես ունեմ X-ի պատահականությունը, ապա դիսպերսիա կանվանենք հետևյալ արտահայտությունը, ուրեմն դա նշանակում է dx-ի։ Ես պետք է վերցնեմ միջին արժեք, X-ից անեմ միջին արժեքը եւ բարձրացնեմ քառակուսի։ Ուրեմն սա X-ի պատահականության դիսպերսիան է։ Կարող ենք մի քիչ ուրիշ ձևով գրել։ Ուրեմն եթե X-ի արժեքների տիրույթը այդ B1 BM-ներ եւ համապատասխան բաշխումը տրված էր P1 PM թվերով, այսինքն P-ին հավանականությունն է, որ X-ին գտնի B-ի արժեքը, ապա X-ի դիսպերսիան ոնց կարող եմ գրել։ Ուրեմն եթե X-ին ընդունում է B1 BM արժեքները, ապա X-ի հանած միջին արժեք X-ի բարձրացած քառակուսին ընդունում է այս P-ի հանած միջին արժեք բարձրացած քառակուսի արժեքները։ Այսինքն եթե ես վերցնեմ հենց գրեմ միջին արժեքի սահմանումը, ապա դիսպերսիան կարող եմ գրել ներկայացնել հետևյալ տեսքով. ստացվի գումար J-ին հավասար է 1-ից m, P-ին բազմապատկած համապատասխան արժեքով, այսինքն ստացվի B-ի հանած միջին արժեք, եկեք միջին արժեքը ինչ-որ բանով նշանակենք, ասենք m-ով, B-ի հանած m եւ այս ամեն ինչը բարձրացած քառակուսի։ Եվս մի ձևով գրենք այս միջին արժեքը, եկեք լավ ասել որպես լեմ ձևակերպենք։ Լեմ, ուրեմն D X-ի պատահականության միջին արժեքը կարելի է ներկայացնել հետևյալ ձևով. միջին արժեք X-ի քառակուսի հանած միջին արժեք X-ի քառակուսի։ Ուրեմն պետք է վերցնենք X-ի քառակուսի պատահականությունը, հաշվենք միջին արժեքը եւ հանենք դրանից X-ի միջին արժեքի քառակուսին։ Բանաձև ասում է սա. X-ի քառակուսու միջին արժեք հանած X-ի միջին արժեքի քառակուսի։ Ուրեմն մասնավորապես պարզ է որ X-ին
դրական արժեքներ է ընդունում միայն, ոչ բացասական արժեքներ է ընդունում, հետևաբար միջին արժեքներ կլինի ոչ բացասական, այսինքն ստեղից միանգամից հետևում է, որ ցանկացած պատահական մեծության համար միջին արժեքի քառակուսին գնահատվում է քառակուսու միջին արժեքով, որովհետև սա պետք է լինի ոչ բացասական, հետևաբար սա չի կարող սրանից մեծ լինել։ Ուրեմն ապացուցենք այս բանաձևը, իրականում համարյա բան չկա ապացուցելու, ապացույց։ Ասենք կարող ենք սա օգտագործենք, կարող ենք սա օգտագործենք, առաջինը օգտագործենք։ Ուրեմն դեքսին հավասար է միջին արժեք քսի հանած m-ի քառակուսի, բաց ենք անում փակցերը, ստացվում է միջին արժեք քսի քառակուսի հանած 2m քսի գումարած m քառակուսի։ Հավասար է, օգտագործում ենք այն փաստը, որ միջին արժեքը գծային է, կարող եմ գրել միջին արժեք քսի քառակուսի հանած 2m միջին արժեք քսի գումարած միջին արժեք m-ի քառակուսի, բայց m-ը արդեն պատահական մեծություն չի, ինքը հաստատուն է, այսինքն սա կստացվի m քառակուսի ու x-ի միջին արժեքը նույնպես m է, այսինքն ստացվեց միջին արժեք քսի քառակուսի հանած ստեղ ունեմ մինուս 2m քառակուսի և գումարած m քառակուսի, այսինքն մինուս միջին արժեքի քառակուսի։ Ներս սրանով ապացույցն ավարտվում է։ Արդյոք կան հարցեր։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ուրեմն մի թեորեմ ապացուցենք դիսպերսիայի մասին և օրինակ կնայենք։ Ուրեմն թեորեմ։ Թեորեմն ասում է, որ եթե քսի 1 քսի n պատահական մեծություններն անկախ են, ապա դիսպերսիաները կարելի է գումարել d քսի 1 գումարած եւ այլն քսի n հավասար է d քսի 1 գումարած d քսի n։ Ասենք որպեսի պատկերացնենք, որ ընդհանրապես ընդհանուր դեպքում էս ուղղակի չի կարող ճիշտ լինել, վերցնենք քսի 1 հավասար է քսի 2-ի։ Եկեք նայենք օրինակ։ Վերցնենք քսի 1-ը հավասար է քսի 2-ի պատահական հավասար է ինչ-որ քսի։ Ու հաշվենք d քսի 1 գումարած քսի 2-ը։ Այս ինչ է ստացվում։ Ստացվում է դիսպերսիա 2 անգամ քսի։ Գրենք սահմանումը, այս հավասար է միջին արժեք 2 քսի հանած 2 քսի միջին արժեք ու այս ամեն ինչի քառակուսի, կամ կարող եմ միանգամից գրել այս մեր բանաձևը, եկեք միանգամից լեմը օգտագործենք։ Հավասար է, ուրեմն ինչ է ստացվում, քսի քառակուսին պետք է փոխարինեմ 2 քսի քառակուսով, ստացվում է միջին արժեք 2 քսի քառակուսի հանած միջին արժեքը գծային է, կստացվի 2 անգամ x-ի քառակուսի։ Էլի գծայնությունը օգտագործելով ես կարող եմ գրել 4 անգամ x-ի քառակուսի հանած x-ի քառակուսի։ Պարզապես այս երկուսը ընդհանուր հանեցի, սա էլ հենց դիսպերսիան է, այսինքն ստացվեց 4 անգամ d-ը։ 4 անգամ d-ը կամ կարող եմ գրել 2 անգամ d-ի 1
գումարած դե քսի 2, քանի որ քսի 1-ը եւ քսի 2-ը նույնն են, ինչ որ քսին։ Այսինքն գումարի դիսպերսիան հավասար է 2 անգամ դիսպերսիաների գումարին։ Թեորեմը ասում է, որ եթե անկախ են, ապա նման բան հնարավոր չի, դիսպերսիաների գումարը գումարի դիսպերսիան հավասար է դիսպերսիաների գումարին։ Այսինքն ոնց որ անկախության դեպքում միջին արժեքները ընդհանրապես ասված բազմապատկել չի կարելի, բայց եթե անկախ են կարելի է բազմապատկել, դիսպերսիայի դեպքում ունենք հետևյալը, ընդհանրապես ասած դիսպերսիաները գումարել չի կարելի, բայց եթե անկախ են կարելի է գումարել։ Շատ լավ, եկեք ապացուցենք սա։ Ուրեմն ապացույց։ Իրականում շատ պարզ է ապացույց, պետք է պարզապես գրել սահմանումը, պարզ կդառնա, որ ճիշտ է։ Ընդ որում կապացուցենք 2-ի համար։ Ընդհանուր դեպքում կամ կարող ենք կրկնել ապացույցը կամ ինդուկցիայով ապացուցել։ Ուրեմն դիսպերսիա քսի գումարած էտան ինչի հավասար։ Հավասար է միջին արժեք քսի գումարած էտա եկեք մտածում բանը օգտագործենք, թե չէ լավ, եկեք օգտագործենք։ Ուրեմն միջին արժեք քսի գումարած էտայի քառակուսի հանած միջին արժեք քսի գումարած էտայի քառակուսի։ Ուրեմն ինչ կստացվի, բացենք փակձերը առաջինում, կստացվի միջին արժեք քսի քառակուսի ու օգտագործենք միանգամից գծայնությունը, գումարած 2 անգամ միջին արժեք քսի էտա եւ գումարած միջին արժեք էտայի քառակուսի։ Այստեղ ես բացեցի այս փակձերը ու օգտագործեցի, որ միջին արժեք գծային է, այսինքն անդամները կարող եմ գրել առանձին։ Ուրեմն հանած հիմա ստեղ են բացում արժեքները, փակագծերը, կստացվի միջին արժեք քսի քառակուսի հանած 2 անգամ միջին արժեք քսի անգամ միջին արժեք էտա եւ չի հանած գումարած եւ գումարած միջին արժեք էտա այս ամեն ինչը քառակուսի։ Ուրեմն խմբավորենք անդամները, սկզբից քսիին վերաբերվողը գրենք, ուրեմն միջին արժեք քսի քառակուսի հանած միջին արժեքի քսի միջին արժեքի քառակուսի։ Գրենք հիմա էտային վերաբերվողները, միջին արժեք էտա քառակուսի հանած միջին արժեք էտայի քառակուսի եւ վերջապես նրանք, ովքեր երկու փոփոխականներ ունեն իրենց մեջ, ուրեմն ստացվում է 2 անգամ միջին արժեք քսի էտա, այս անդամը գրեցի եւ ունեմ նաեւ սա։ Երկուսը կարող եմ ընդհանուր հանել, հանած միջին արժեք քսի միջին արժեք էտա։ Բայց քսին եւ էտան անկախ են, միջին արժեքները կարելի է բազմապատկել, սա հավասար է 0-ի։ Այսինքն ինչ է մնում։ Մնում է առաջի երկու անդամները, բայց անդամներից առաջինը այդ քսի դիսպերսիան է, երկրորդը էտայի դիսպերսիան։ Դե սրանով ապացույցն ավարտվում է։ Արդյոք սրան վերաբերյալ հարցեր կան։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ապա եւս մի օրինակ նայենք, արդեն դիսպերսիա հաշվելու։ Այսինքն մեր ոչ տրիվիալ օրինակը Բեռնուլիի փորձն է, նայում ենք նորից Բեռնուլիի փորձը։ Ուրեմն դիքլապ ստեղով վերհիշենք, որն է Բեռնուլիի փորձը։ Բեռնուլիի փորձը սա էր։ Որ եթե n փորձ ենք արել, որտեղ նկատվում է կամ չի նկատվում արդյունքը, գրանցվում է կամ չի գրանցվում արդյունքը, ապա հավանականային տարածությունը սա է եւ new n-ով նշանակել եմ այն փորձերի թիվը, որտեղ գրանցվել է արդյունքը։ Հիմա ես ուզում եմ հաշվել այդ new n-ի դիսպերսիան, ուրեմն ունենք new n-ը, new n-ը նորից վերհիշենք, արդյունքը գրանցած փորձերի թիվը։
արդյունքը գրանցած փորձերի թիվը։ Սրա համար մենք ունենք բաշխումը, միջին արժեքը արդեն հաշվել ենք, հավասար է n անգամ p, սկզբունքորեն քանի որ բաշխումը ունենք, միջին արժեքը ունենք, կարող ենք հաշվել նաև դիսպերսիան։ Մենք ուզում ենք իմանանք, թե ինչի հավասար n-ի դիսպերսիան։ Կարող ենք էլի գրել ու հաշվել նույն ձևով, ինչ որ հաշվել էինք այստեղ միջին արժեքը։ Այստեղ միջին արժեքը մենք գրել էինք սահմանումը, մի քիչ ինչ-որ ձևափոխություններ էինք արել ու ստացել էինք արդյունքը։ Բայց կա անհայմատ ավելի պարզ եղանակ, համ միջին արժեքի, համ էլ դիսպերսիայի համար։ Դրա համար ներմուծում ենք հետևյալ պատահական մեծությունները, ուրեմն քսիկան հաշված A1 այն-ի վրա հավասար է AK-ի։ Այսինքն ես ունեմ այս հավանականային մոդելը, որը բաղկացած էր վերջավոր n երկարությամբ հաջորդականություններից եւ համապատասխան հավանականություններից։ Ուրեմն A1 այն կետում քսիկան համապատասխանության մեջ է դնում AK-ն։ Այսինքն քսիկան նայում է, թե K երրորդ փորձի արդյունքում A-ն գրանցվել է թե ոչ։ Ուրեմն եթե AK-ն 1 է, ապա գրանցվել է, եթե AK-ն 0 է, ապա չի գրանցվել։ Ուրեմն մենք ապացուցել ենք, որ այս բոլորը, ստեղ ուրեմն կան փոխվում է 1-ից n։ Հիմա սկսեցի կասկածել ապացուցել ենք թե չէ, բայց դժվար չի ապացուցել, որ քսի 1 քսի n-ը անկախ են։ Ուրեմն ինչ է նշանակում անկախ են։ Այդ նշանակում է, որ հավանականությունը, որ քսի 1-ը հավասար է ինչ որ B1-ի կամ չի B1, հենց A1 էլ գրեմ։ Լավ, թողնի B1, որտեղ A1 այն-ը մեր հավանականային տարածության կետերն են։ Քսի 1 հավասար է B1-ի եւ քսի n-ը հավասար է BN-ի։ Այս նույնն է, ինչ որ համապատասխան արտադրյալը։ J-ն հավասար է 1-ից n, հավանականություն, որ քսի J-ն հավասար է BJ-ի։ Ու սա ճիշտ է ցանկացած B1 BN թվերի համար, որոնք կամ 0 են կամ 1։ Մի խոսքով, եկեք սա թողնեմ որպես վարժություն, որովհետև իրականում համարյա բան չկա անելու։ Հեշտությամբ գրում ենք հավանականային մոդելում մենք ունեինք, որ P A1 AN-ը հավասար է ուրեմն P-ի գումար I-ի եւ 1 հանած P-ի կամ Q-ի n հանած գումար I-ի, գրում ենք ըստ սահմանման ինչի հավասար ձախ մասը, գրում ենք թե ինչի հավասար աջ մասը, միանգամից ստանում ենք արդյունքը։ Եկեք թողնեմ սա որպես վարժություն, ուրեմն քսի 1 քսի n-ը անկախ են։ Ուրեմն սա կլինի վարժություն։ Հիմա եկեք օգտագործելով անկախությունը, փորձենք հաշվել n-ի միջին արժեքը եւ դիսպերսիան։ Ուրեմն ինչի հավասար n-ը, նախ n-ը հավասար է այս բոլորի գումարին։ Հավասար է գումար, կան հավասար է 1-ից n, քսի կա։ Հետևաբար, նախ ես կարող եմ ասել, քանի որ միջին արժեք գծային է, որ n-ի միջին արժեքը հավասար է գումար, կան հավասար է 1-ից n եւ քսի կայի միջին արժեք, բայց քսի կայի միջին արժեքը մենք գիտենք հավասար է P-ի, հավասար է գումար, կան հավասար է 1-ից n P, կախվածություն չկա P-ից, այսինքն ստանում ենք n անգամ P, այսինքն արդեն իսկ հաշվեցինք n-ի միջին արժեքը, հաշվենք հիմա n-ի դիսպերսիան, այդ նույնն է, որ D քսի 1 գումարած եւ այլն, գումարած քսի n-ի դիսպերսիան։
Բայց քսի 1, քսի n-ը անկախ են, իսկ մերս նախորդ թեորեմը ասում է, որ եթե պատահական մեծություններն անկախ են, ապա դիսպերսիաները կարելի է գումարել։ Ստացվում է d քսի 1 գումարած եւ այլն, գումարած d քսի n։ Այս քսի 1, քսի n-ը բոլորը ունեն նույն բաշխումը, այսինքն քանի որ դիսպերսիան կամ միջին արժեք կախված է միայն բաշխումից, այս բոլոր թվերը նույնն են, այսինքն ստացվում է n անգամ d քսի 1։ Այսինքն բավական է հաշվել քսի 1-ի դիսպերսիան, որ կարողանանք հաշվել նյու n-ի դիսպերսիան։ Եկեք հաշվենք քսի 1-ի դիսպերսիան, ըստ սահմանման ինչի է հավասար։ Քսի 1-ի դիսպերսիան հավասար է, ուրեմն պետք է վերցնեմ քսի 1 պետք է վերցնեմ միջին արժեք քսի 1-ի քառակուսի հանած չէ, միջին արժեք քսի 1-ի քառակուսի հանած քսի 1-ի միջին արժեքի քառակուսի։ Սա արդեն իսկ հաշվել եմ, քսի 1-ի միջին արժեք հավասար է p, ստացվում է p քառակուսի։ Քսի 1 քառակուսու միջին արժեքն էլ իրականում են օրինակներից մեկում հաշվեցինք։ Որտեղ էր, ստեղ էր։ Այս քսի an նույնն է ինչ որ քսի 1-ը։ Սրա միջին արժեքը հավասար է p-ի։ Այսինքն կստացվի p հանած p քառակուսի կամ p անգամ 1 հանած p կամ էս էլ նույնն է ինչ որ p անգամ q։ Հետևաբար նյու n-ի դիսպերսիան հավասար է n անգամ p անգամ q։ Անհայմատ ավելի պարզ է հաշվարկը, քան եթե վերցնեինք նյու n-ի բաշխումը ու փորձեինք հաշվել բաշխման միջոցով դիսպերսիան։ Ուրեմն ինչի համար այս ամեն ինչը պետք։ Իրականում մենք երկու շաբաթ առաջ ապահովել էինք Բեռնուլիի մեծ թվերի մասին օրենքը, որը ասում է, որ եթե ունենք Բեռնուլիի փորձեր, ապա այս նյու n-ը, ուրեմն Բեռնուլիի մեծ թվերի օրենքը, մենք գրենք ցենց մեծ թվերի օրենքը, ինչ էր ասում Բեռնուլիի մեծ թվերի օրենքը։ Բեռնուլիի մեծ թվերի օրենքը ասում էր հետևյալը, որ եթե ունեմ Բեռնուլիի փորձ n հատ, ընդ որում p-ն է հավանականությունը, ապա ճիշտ է հետևյալը, որ ցանկացած էպսիլոն դրական թվի համար, եթե ես նայեմ հավանականություն, որ նյու n-ը, այսինքն a արդյունքը գրանցած փորձերի թիվը բաժանած n մինուս միջին արժեքը փոքր է էպսիլոնից, ապա սա կձգտի 1-ի, երբ n-ը ձգտում է անսահմանության։ Սա է Բեռնուլիի մեծ թվերի օրենքը։ Հիմա օգտագործելով մաթեմատիկական սպասումը եւ դիսպերսիան, կարող ենք ապահովել հետևյալ թեորեմը։ Մենք չենք ապահովի, բայց ցանկացողները կարող են գրքում կարդալ։ Ուրեմն պարզապես մեծ թվերի օրենքը անկախ պատահական մեծությունների համար։ Մեծ թվերի օրենքը անկախ պատահական մեծությունների համար։ Ուրեմն պատկերացրեք ունենք հաջորդականություն քսի 1, քսի 2 եւ այլն, որոնք անկախ են եւ որոնց բաշխումները նույնն են։ Այսինքն անկախ նույն բաշխմամբ։ Ուրեմն ունենք հաջորդականություն անկախ պատահական մեծությունների։ Իրականում մենք անվերջ հաջորդականություն միանգամից նայել չենք կարող, քանի որ մեր հավանականային տարածությունը միշտ վերջավոր է։ Այսինքն մենք նայում ենք քսի 1, քսի n-ը, եկեք հենց տենց էլ գրենք, քսի 1, քսի n-ը անկախ են եւ ունեն նույն բաշխումը, բայց n-ը ցանկացած է։ Այդ դեպքում ճիշտ է հետևյալը, որ ցանկացած էպսիլոն դրական թվի համար, եթե ես նայեմ հետևյալ հավանականությունը, ուրեմն հավանականություն, որ վերցնում եմ սրանց գումարը, քսի 1 գումարած եւ այլն գումարած քսի n եւ բաժանում եմ n-ի։
Այսինքն ես վերցնում եմ ըստ ժամանակի միջինը։ Ունեմ n հատ պատահական մեծություն, ասենք բնութագրում են ինչ-որ մի երևույթ, օրինակ կարող եք մտածել Բեռնուլիի փորձի մասին, եւ նայում եմ ամեն անգամ եղել է թե չի եղել Բեռնուլիի փորձի համար, կամ նայում եմ քսի 1 գումարած քսի n, այսինքն բոլոր թվերն եմ վերցնում եմ իրաց թվաբանական միջինը։ Համեմատում եմ սա միջին արժեքի հետ։ Եվ ուզում եմ հասկանամ, թե երբ սա կլինի, ինչ հավանականությամբ սա կլինի էպսիլոնից փոքր։ Այս կարելի է արտահայտել միջին արժեքի եւ դիսպերսիայի միջոցով։ Ու այդ արտահայտությունից միանգամից կհետևի հետևյալը, որ սա ձգտում է 0-ի, երբ n-ը ձգտում է անսահմանության։ Ուրեմն սա է մեծ թվերի օրենքը անկախ նույն մաշկում ունեցող պատահական մեծությունների համար։ Ուրեմն մենք այլևս ժամանակ չունենք սա ապացուցելու համար, բայց ապացույցը գրքում հաջորդ բաժիններում կարող եք կարդալ։ Շատ լավ, արդյոք կան հարցեր։ Դե, եթե հարցեր չկան, ապա սրանով ավարտվում է մեր դասընթացը։ Հուսով եմ սրանով կանգ չեք առնի, այսինքն մենք ուսումնասիրեցինք գրքի, ես կարծում եմ 1/3-ից ոչ ավել, ուրիշ թեմաներ կան ավելի հարուստ ու ավելի հետաքրքիր, ըստ էության մենք հասկացանք ինչ է նշանակում Բեռնուլիի փորձ ու Բեռնուլիի մեծ թվերի օրենք։ Մնացածը կողքից ինչ որ տարբեր արդյունքներ էին, պարզապես հասկանալու թե ինչ է նշանակում հավանականային մոդել ու կառուցելու մեր մոդելը Բեռնուլիի փորձի համար։ Իրոք խորհուրդ եմ տալիս շարունակել կարդալ, որովհետև ավելի հարուստ ու ավելի հետաքրքիր օրինակներ կան։ Դե սրանով ավարտվում է մեր դասընթացը, բոլորին մաղթում եմ հաջողություն։